Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Այս աշխարհում կան մարդիկ, որոնք մեծ ունեցվածք, մեծ հարստություններ ունեն։ Իսկ մեծամասնությունը բավարարվում է համեստ ապրելակերպով։ Կան տաղանդավոր մարդիկ այս կամ այն ոլորտում եւ կան միջին ունակությունների։ Բայց անկախ չափերից մենք բոլորս քիչ թե շատ ինչ որ մի բան ունենք։ Արդյոք այն ամենը, ինչ որ մենք ունենք, իրականում մերն է։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ Ոչ մի ծառա երկու տիրոջ չի կարող ծառայել, որովհետև եթե մեկին ատի, մյուսին կսիրի, կամ եթե մեկին մեծարի, մյուսին կարհամարի։ Այդպես է ասում Հիսուս իր աշակերտներին։ Չեք կարող եւ Աստծուն ծառայել եւ մոմոնային։ Այդ վերջին բառը մոմոնան նշանակում է ունեցվածք, հարստություն, փող։ Բառի ծագումը արամեական է։ Դա այն լեզուն է, որով խոսում էր Հիսուս եւ Գալիլեայից սերած իր աշակերտների մի մասը, օրինակ Պետրոսը կամ Անդրեասը։ Թե ինչու այդ բառը Ղուկասի ավետարանում չի թարգմանվում, նույնպես պարզ է։ Այն օգտագործում է համարյա որպես հատուկ անուն եւ խորհրդանշում է նյութականը, փողը, որին գերի են, որին ծառայում են բազմաթիվ մարդիկ։ Եթե առանձին վերցնենք Հիսուսի այդ խոսքը, ապա մեկնաբանելու առանձնապես ոչ մի կարիք չկա։ Կամ կյանքդ նվիրում ես Աստծուն, կամ նյութական բարեկեցությանը, կամ փողի մեռած ես, կամ էլ ծառայում ես բարձր նպատակների։ Բայց եթե մենք առանձին համատեքստից դուրս վերցնենք այդ միտքը, ապա գործ կունենանք մակերեսային իմաստի հետ, որը ոչ թե սխալ է, այլ պարզապես չի արտացոլում ճշմարտությունը, ճշմարտության ողջ ներբերանգը, ողջ իրականությունը։ Իսկ խորանալու համար պետք է հիշել, թե ինչ առակ է պատմում Հիսուս մոմոնայի մասին իր հայտնի խոսքերից առաջ։ Նա պատմում է անիրավ տնտեսի առակը։ Մինչ այդ առակը հակիրճ վերաշարադրելը ինձ թույլ կտամ պնդելու, որ Ղուկասի ավետարանը, որից վերցրած է այդ պատմությունը, ամենագեղարվեստականն է նոր կտակարանում։ Ղուկասն ամենամեծ ուշադրությունն է դարձնում հոգեբանական մանրամասներին, դրամատիկ երկխոսություններին։ Միայն նրա ավետարանում կան անառակ որդու, բարի սամարացու, մաքսավորի եւ փարիսեցու առակները։ Մասնագետները նշում են նաեւ Ղուկասի հարուստ եւ գեղեցիկ հունարենը, այլ ավետարանիչների հետ համեմատ։ Եվ եթե մենք փորձենք որպես առանձին պատմվածք դիտարկել այդ առակը, ապա կտեսնենք դրա բազմաշերտ բնույթը։ Այն սկսվում է շատ այլ առակների նման։ Տերը հեռանում է, իսկ այնուհետև վերադառնում է եւ հաշիվ է պահանջում։ Կամ մեկ մարդուց կամ մարդկանց խմբից։ Տվյալ դեպքում նա ստուգում է տնտեսին, իր կառավարչին, այսպես ասած մենեջերին։ Սեփականատերը անբարենպաստ արձագանքներ է լսում իր կառավարչի գործունեության մասին եւ վերջնահաշվարկ է պահանջում, որովհետեւ պատրաստվում է այդ մարդուն ընդհանրապես հեռացնել աշխատանքից։ Կառավարիչը բնականաբար մտահոգվում է, քանի որ հողագործությամբ զբաղվել չի կարող, իսկ մուրացկանություն անել ամաչում է։ Եվ նա որոշում է դիմել մի ճարպիկ քայլի, որպեսզի լավ հարաբերություններ, լավ կապեր հաստատի տիրոջ պարտատերերի հետ, որ երբ առանց գործի մնա, ընդունելի լինի նրանց հարկի տակ, կարողանա հանգիստ հյուր գնալ նրանց։ Եվ տնտեսը մեկ առ մեկ կանչում է իր տիրոջ պարտատերերին եւ այդ վերջնահաշվարկի ժամանակ զգալիորեն թեթևացնում է, իջեցնում է ամեն մեկի պարտքը։ Օրինակ նրան, ով պարտք էր 100 տակառիկ ձեթ, մուրհակ է գրել տալիս, որ նա պարտք է ընդամենը 50-ը։ Այսպիսով մենեջերը, CEO-ն այսպես ասած, ըստ էության կեղծում է սեփականատիրոջ ունեցվածքի նկատմամբ պարտավորությունները եւ կարծես թե վատ բան է անում։ Չէ որ այդ ձեթը, այդ ցորենը իրեն չէին պատկանում։ Նրան պարզապես դրել էին այդ ամենի կառավարիչ։ Ինչ իրավունքով է նա այդ պարտքերի չափը իջեցնում։ Եթե քոնն է, ինչ ուզում ես արա, բայց ինչու ես դու ներում ուրիշի սեփականության հանդեպ պարտքը։ Ցանկացած սեփականատեր այդպիսի մենեջերին դատի կտար կամ առնվազն կպահանջեր պակասորդը, որ նա փոխհատուցի։
Բայց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Տերը ոչ թե պատժում է անիրավ տնտեսին, այլ հակառակը գովում է նրան հնարամտության համար, ճարպկության համար։ Եվ հետո ավելացնում է. աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են, քան լույսի որդիներն իրենց սերնդի մեջ։ Այդ արտահայտությունը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Անձամբ ես այստեղ տեսնում եմ դառը հեգնանք։ Պրագմատիկ, շահի հետևից ընկնող մարդիկ սովորաբար ավելի եռանդուն են եւ ակտիվ են, քան նրանք, ովքեր Աստծո արքայությունն են փնտրում։ 4-րդ դարի մտածող Հովհաննես Ոսկեբերյանը այդ միտքը մեկնաբանում է այսպես. եթե մարդիկ այդքան տանջում են նյութական հաջողության համար, ապա առավել եւս հարյուրապատիկ ջանքեր պիտի գործադրեն հանուն հոգեվոր առաջընթացի։ Որքան լավ կլիներ, եթե մենք այս ոլորտում նույնքան կարգապահ լինեինք, որքան բիզնեսում։ Բայց այստեղ կա ավելի խորը շերտ, որը մենք գտնում ենք արդեն նախորդ շարադրանքում։ Այդ անիրավ տնտեսը, այդ կառավարիչը պետք է գործից հեռանա։ Նա ժամանակավորապես է վերահսկում տիրոջ սեփականությունը։ Իսկ գնալուց առաջ հնարամտություն, ճարպկություն է դրսևորում իր հարաբերությունները կարգավորելու համար։ Այդ առակը պատմելուց անմիջապես հետո Հիսուս մեկնաբանում է. Ես ձեզ ասում եմ, անիրավ մոմոնայից, այսինքն ունեցվածքից ձեզ համար բարեկամներ առեք, որպեսզի երբ պակասի, հավիտենական հարկի տակ ընդունեն ձեզ։ Հիշեցնեմ, որ անիրավ տնտեսը պարտատերերի պարտքերը պակասեցնում է, ոչ թե գրպանում է։ Եվ ինչի համար է դա անում, որ իր հեռանալուց հետո բարեկամներ ձեռք բերի։ Եվ այստեղ մենք գալիս ենք այն հարցի, թե ինչ է ընդհանրապես անիրավ ունեցվածքը։ Եթե մոտենանք զուտ երկրային չափանիշներով, ապա դա այն ունեցվածքն է, որը մենք ձեռք ենք բերել անօրինական ճանապարհով, օրինակ գողացել ենք։ Բայց ավետարանում խոսքը ոչ թե օրինական կամ ապօրինի գույքի մասին է, այլ իրավունքի, այդ բառի ամենաբարձր իմաստով։ Եվ այդ առումով այն, ինչ մենք ունենք, ոչ միայն նյութական գույքը, այլև, այսպես ասած, մտավոր սեփականությունը, գիտելիքները, ունակությունները, տաղանդը, այդ ամենը մերը չի, անիրավ է։ Այն, ինչ մենք ունենք, նյութական եւ ոչ նյութական, իրականում մերը չէ։ Մենք միայն ժամանակավորապես տնօրինում ենք այդ ամենը։ Ինչպես հին կտակարանում Ղևտական գրքում ասում է Աստված, հողը իմն է, իսկ դուք ինձ մոտ պանդուխտ եք եւ գաղթական։ Եվ այդ մոմոնան, այդ ունեցվածքը, որին մենք ժամանակավորապես տիրապետում ենք, չի կարող մեզ համար պաշտամունքի առարկա լինել։ Մենք չպիտի դրան ծառայենք։ Երբ ավարտվում է երկրի վրա մեր խիստ կարճատև ներկայությունը, մենք այդ ունեցվածքից ոչ մի բան չենք կարող մեզ հետ տանել։ Իսկ ինչ ենք մենք թողնում, երբ հեռանում ենք այս աշխարհից։ Մենք թողնում ենք մարդկային հարաբերությունները, այն հիշողությունները, որոնք մարդիկ ունեն մեր մասին։ Դրանք կարող են լավը կամ վատը լինել, կախված նրանից, թե ինչ ենք մենք տվել մեր խիստ ժամանակավոր ունեցվածքից։ Իհարկե, կան մարդիկ, որոնց այդ հարցերը բացարձակապես չեն հետաքրում, եւ այդ մարդիկ խանդավառությամբ ծառայում են մոմոնային։ Ընտրությունը մերն է։